Հարությունյան, գրասենյակ չեք ունեցել 168 ժամ, բայց փաստացի կառավարությունն է կարծեք ֆինանսավորել կրթելը նորաձև է շարժումը։ Սա առնչությամբ ձեր դիտարկումները եւ հաշվի առնելով, որ այս վերջին շրջանում ձեզ հետ հնարավոր չի այսպես հարցազրույցներ, ուղիղ այսպես ֆորմատներ իրականացնել, խուսափում եք լրագրողների հարցադրումներից, մեկ էլ անհամարական եք այսպես արձագանքում, դրա համար հիմա հարցեր կան կուտակված, ես ձեզ խնդրում եմ նաև անդրադառնալ օրակարգային մի շարք հարցերի, որոնք հուզում են բոլոր քաղաքացիներին։ Այդ թվում օրինակ նախորդին լրացել է Սոնա Մնացականյանի ներողություն եմ խնդրում, ես ներողություն եմ, կարող եք ասել, բայց ես խնդրեցի եւ խնդրեցի հարգել իմ խնդրանքը, կարող եմ ինձ վերաբերող հարցին պատասխանել, կարող եմ ինձ վերաբերող։ Եթե ուզեի նախապես այդ հայտարարությունը չէի անի եւ ձեզ չէի խնդրի։ Ես հիմա ասեցի այլ հարցերի չեմ պատասխանում։ Հիմա ազատ եք, կարող եք, եթե ձեզ չի հետաքրքրում այն ինչի մասին հիմա ես ասում եմ, ազատ եք, ընտրությունը ձերն է։ Ինչ վերաբերվում է կրթվելը նորաձև շարժումը չի ունեցել ֆինանսավորում եւ կառավարությունը չի ֆինանսավորել կրթվելը նորաձև շարժումը։ Կրթվելը նորաձև շարժումը մինչեւ այսօր գոյություն ունի։ Կրթվելը նորաձև շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կրթվելը նորաձև շարժման շրջանակում կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որպես բանախոս հանդես գալու ժամանակ եւ կառավարությունը ոչ թե շարժումն է ֆինանսավորել, այլ կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել ընդհանրապես կրթվելը նորաձև շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել եւ չի ֆինանսավորվելու դա հասարակական շարժում է, հանրային շարժում է եւ չի ենթադրում ֆինանսավորում։ Մինչեւ այսօր կրթվելը նորաձև շարժումը չունի որևէ գրանցված մարմին, որը կարող էր ունենալ հաշվապահություն եւ այլն եւ այլն։ Իմ քայլը հիմնադրամը ունի կրթվելը նորաձև շարժման աջակից ծրագիր, որը հաստատված է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը իրենից ներառում է, ենթադրում է 6 տարբեր փուլով ծրագրեր։ Դրանք շարժման աջակից ծրագրեր են, որոնց մեջ մտնում են ակումբները, ինչպես նշել են լրատվամիջոցները, կրթաթոշակները, մեծ ոչ ուսանողական տարիքում գտնվող մարդկանց, որոնք հնարավորություն ունենան նորից սովորելու, լրագրողների մասնագիտական վերապատրաստման դասընթացները, նրանք բոլորը կրթվելը նորաձև շարժման աջակից ծրագրի կոմպոնենտներ են, որը հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։ Տարբերությունը պատկերացրեցիք։ Ձեր բարձրաբանումը ես լսեցի, ինձ հետաքրքիր է նաև հիմնադրամի անանուն նվիրատուների հետ կապված հարցը, որովհետև դա էլ է բավականին տարօրինակ, այս ընթացքում խոշոր նվիրատություններ են եղել անանունության հիմքով։ Սա խնդրահարույց չէ համարում։ Տեսեք, առհասարակ ոչ միայն իմ քայլը հիմնադրամը, ընդհանրապես բոլոր բարեգործական հիմնադրամները գործում են եւ դրանց էությունը եւ փիլիսոփայությունն է նվիրատվությունների միջոցով ծրագրեր իրականացնելը։ Իմ քայլը հիմնադրամը գործում է ի շնորհիվ մեր բոլոր նվիրատուների մեզ փոխանցած նվիրատվությունների, որոնց շնորհիվ, որոնց աջակցությամբ մենք կարողանում ենք իրականացնել հսկայածավալ ծրագրեր եւ կարողանում ենք օգտակար լինել մարդկանց։ Միևնույն ժամանակ նվիրատուն ինքը ունի իրավունք ընտրելու ուզում է անանուն մնալ, թե հրապարակվի իր նվիրատվության չափը եւ իր անունը։ Դա նվիրատուի իրավունքն է, որը նույնպես մենք պարտավոր ենք հարգել, ինչն էլ եւ անում ենք, ոչ մի խնդրահարույց բան չկա։ Տիկին Հակոբ, դուք ասում եք, որ ձեր ազատ կամ արտահայտության խախտում է տեղի ունեցել, բայց այստեղ այդ խախտման մասին չի խոսքը, ոչ էլ ձեր որպես կին խախտման մասին է։ Գոյություն ունի բարեգործության արգելք, այդ դուք դա եք խախտել, ձեր հիմնադրամը դա է խախտել, դա է ֆիքսել։ Եվ օրինակ դուք ասում եք մի կապեք իմ անձը Նիկոլ Փաշինյանի ԽԽ-ի հետ։ Օրինակ ենթադրենք հիմա քաղաքական ուժերն մասնակցում են ընտրություններին, իրենց կանայք որոշեն հիմնադրամներով ինչ որ բարեգործ ձեր տիպի աշխատանք իրականացնել։ Այդ մարդիկ տվյալ ուժի հետ կապ ունենան, թե չէ, կխախտի նրանց կանանց որպես կին իրավունքը։ Եվ քանի որ նաև հիմնադրամների նվիրատուների մասին խոսքը եղավ, այսպիսին է տեսակետը, դուք ասում եք մեծ ծավալ աշխատանքներ են, բայց տարածված տեսակետ է նաև, որ
այդ գործարարները, որոնք ձեր նվիրատուներ են, իրենց իշխանությունը արտոնյալ կարգավիճակում է պահում եւ ձեր շնորհիվ այդ մարդիկ բիզնես մեծ գործունեություն են իրականացնում, շատերի անունը ձեր հետ են կապում, ասում են ձեր բիզնեսն է նրանք ղեկավարում, այսինքն այդ խոսակցություններից դուք չեք կարող հեռու մնալ, որովհետեւ այդ ամեն ինչը ձեզ հետ է կապվում։ Տեսեք, դուք կարող եք մի քանի անգամ ավելի ինքնավստահ ինձ ասել, դուք դա եք խախտում բարեգործության մասին օրենքը եւ այլն։ Այն որ դուք դա այդպես վերջնական դե դրա համար անկախ դիտորդի դեմ մենք համապատասխան հայց ենք քննարկում ներկայացնել, որովհետև նույնիսկ անկախ դիտորդի հայտարարությունը վիճելի է եւ մենք դա դատարանում կվիճարկենք, բայց դուք անկախ նայած թե ես ասուլիսի սկզբում ինչ հայտարարություն արեցի, դուք վստահաբար, ես ուրախ եմ, որ դուք ձեզ դատավորի դերում եք զգում եւ ասում եք դուք դա եք խախտում։ Մենք դա ես ինչպես տեսակ խոսքը գնում էր իմ երկու հայցով ենք դիմելու դատարան եւ մեկը վերաբերվում է իմ քայլը հիմնադրամին վերագրվող այսպես ասած օրենքի խախտումը, որով մեծ վնաս են հասցրել մեր հեղինակությանը եւ մենք դատարանում կխոսենք, խախտում ենք մենք դա թե չենք խախտում։ Դուք արդեն կարծես թե վերջնական որոշումը դատարանի կայացրեցիք։